Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Այս ժամի համար պատրաստել ենք օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին մշտապես տեղեկացված լինելու համար։ Ամերիկայի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը դատապարտում է Հայաստանի կառավարության աննախադեպ ոտնձգությունը համաշխարհային քրիստոնեության փարոս հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։ Armenia is famously, since it's famous, Armenians are famous for being successful in business and quite cohesive as a community and very sincerely Christian, observant. But probably they're most famous for being exterminated by the Ottoman Turks at the end of the First World War, the Armenian genocide. Ցանկացած սահմանմամբ դա իրավունքի կոպիտ խախտում է, ասել է Կարլսոնը խոսելով հայ եկեղեցու նկատմամբ հալածանքներից։ Հիշեցնենք գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը հարցազրույց էր տվել Կարլսոնին, որտեղ ի թիվս այլ հարցերի խոսել էր եկեղեցու դեմ իշխանության հաշվից։ Նա մասնավորապես նշել էր. «Կարծում ենք, որ Փաշինյանը Թուրքիայից եւ Ադրբեջանից է տեղեկություն ստանում եկեղեցու նարատիվները փոխելու, ցեղասպանությունը մոռանալու եւ եկեղեցու նոր առաջնորդ ունենալու կարգադրանքով, որպեսզի խաղաղության գործարքի գնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ մենք զգում ենք, որ նա ուզում է փոխել եկեղեցու առաջնորդին, հետո փոփոխել եկեղեցու նարատիվները եւ ստիպել մեր ժողովրդին մոռանալ այն ամենը, ինչ մեր նախնիները արել են մեր քրիստոնեական կրոնի համար», ասել էր Կարապետյանը։ Հիշեցնենք, գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել էր եկեղեցուն իր աջակցությունը հայտնելու հայտարարություններից հետո։ Տաշիր ընկերությունների խմբի նախագահը պաշտպանել էր հայ առաքելական եկեղեցին վարչապետ Փաշինյանի արշավից ու ասել եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին է։ Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի հնարավոր մտահոգությունները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Չեն կարող չնշել, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին հայտարարությունները հնչում են մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին, ընդգծել են Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից։ Ռուսաստանի Դաշնությունից նաև հայտարարել են, որ Ադրբեջանով Հայաստան ցորենի մատակարարումը հնարավոր եղավ 2020-22 թվականներին ձեռնարկված ջանքերի շնորհիվ։ Առաջին խմբականակը ժամանել է այս տարվա նոյեմբերի 6-ի գիշերը։ Մենք ընդգծում ենք, որ այս իրադարձությունը մեծապես հնարավոր է դարձել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռնարկված ջանքերի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-22 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։ Հարավային Կովկասի վերենշված հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը մասնակցելով Ռուսաստանը մշտապես առաջնորդվել է նրանց ինքնիշխան ազգային շահերով, սակայն արևմուտքի միջնորդական ջանքերը դեռևս պիտի դիմանան ժամանակի փորձությանը, հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից։ Ղազախստանից նոյեմբերի 8-ին Հայաստան է մատակարարվել 4-րդ կարգի պարենային ցորեն, հայտնել է Ղազախստանի ազգային հացահատիկային օպերատորի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հոկտեմբերին ընկերությունը կնքել է երկարաժամկետ համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է հացահատիկի մատակարարում հայ սպառողներին։ Փորձնական խմբականակը բաղկացած է 4-րդ կարգի պարենային ցորենից, որը կարող է կիրառվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուրի, այնպես էլ համակցված կերերի արտադրության համար, ասվում է հաղորդագրության մեջ։ Ղազախական կողմը հայտարարել է, որ պատրաստ է հայ սպառողներին մատակարարել ամսական շուրջ 15-ից 20,000 տոննա պարենային հացահատիկ։ Վանի պատմական շինությունները շարունակում է մնալ կործանման վտանգի առաջ։ Քաղաքի հայկական մշակութային ժառանգության մեծ մասը տարիների անտարբերության եւ անխնամության պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում։ Այդպիսի մշակութային կոթողների թվում է Վանի Բաշքալե շրջանում գտնվող 1700 տարվա Սուրբ Բարտուղիմեոս հայկական եկեղեցին, ինչպես նաեւ Գևաշի Սուրբ Թովմավանքը եւ հանրահայտ Կարմիր եկեղեցին։ Այս հուշակոթողները, որոնք երբևէ եղել են տարածաշրջանի մշակութային ինքնության անբաժանելի մասը, այսօր լքված են եւ պարբերաբար ենթարկվում են գանձագողերի վնասմանն ու թալանին։ Դուք կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Բազում նամակներ ենք ստանում մեր հայրենակիցներից, բոլորից, ովքեր հետաքրքրվում են Վարդան Ղուկասյանի մասին։ Մենք ուզում ենք մեկ անգամ եւս հստակ ասել, Վարդան Ղուկասյանի մարտունակ ու անխախտ ոգին միշտ տեղում է եւ նա միշտ պատրաստ է պայքարել։ Ձեր բազմաթիվ նամակներից, որոնք գալիս են հազարավոր մարդկանցից, մենք կարող ենք պատկերացնել այն հույսն ու հավատը, որը ժողովրդի մեջ կա Վարդան Ղուկասյանի հանդեպ։ Եվ պետք է իմանաք, որ Վարդան Ղուկասյանը երբեք չի սիրում հիասթափեցնել իր ժողովրդին։ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի բաշխման լիցենզիան։ Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 18-ին հայտարարել էր, թե հասունացել է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու պահը։ Սակայն ըստ քաղաքագետների գործընթացը սկսվեց այն պահից, երբ Հեցի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձավ մտածածին քրեական հետապնդման թիրախ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ 2025 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 14:00-ին տեղի կունենա նիստ, որի օրակարգում կքննարկվի
Հեց Փակ բաժնի տիրակալ ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ Այսօրվա համար այսքանը։ Շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին նոր ցնցող բացահայտումները բաց չթողնելու համար։